Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 18-ն է։ Այս հաղորդման շրջանակներում մենք խոսելու ենք հիմնականում կարևոր թեման միջազգային իրադարձություններն են, բայց Հայաստանի շուրջ եւս կան հետաքրքիր հարցեր, որոնք որ մենք կքննարկենք, հատկապես Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով եմ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի այցն է, հաղորդագրության մեջ հետաքրքիր շատ մեսիջներ եմ ես տեսնում այդ հանդիպումից, դրա մասին կխոսենք։ Նախքան դա ասեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վաղ շաբաթում տեղի ունեցած ընտրություններին, հիշեցնեմ, որ այնտեղ հաղթանակ տարավ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ սա կարևոր իրադարձություն էր Գյումրիի պարտությունից հետո, շատերը ասում էին, որ հիմա տարբեր համայնքներում կարող է քաղաքացիական պայմանագիրը պարտություն կրի եւ դա նշան է նրա, որ 2026 թվականի ընտրություններում, խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը պարտություն կկրի, բայց մենք տեսանք, որ այդպես չէ, Գյումրիում լրիվ այլ տրամադրություններ էին, իսկ Էջմիածնում վաղ շաբաթում լրիվ այլ տրամադրություններ էին, բայց դա էլ կա, որ Գյումրիի այդ ընտրությունները չի նշանակում, որ օրինակի համար եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկելու լինեն, նույն պատկերը մենք կստանանք։ Սա էլ կարևոր է եւ Փաշինյանը երբ որ անդրադարձել է այս հարցերին, նա ասել է, որ անդիմությունը խոսում էր ապոկալիպսիսից, իսկ քաղաքացիական պայմանագիրը խոսում էր կյանքից եւ մարդիկ բարձ ընտրություն կատարեցին կյանքի օգտին ու նա կարծիք է հայտնում, որ այդպես էլ կլինի 2026 խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այսինքն զուգահեռներ այնուամենայնիվ տարվում են այս ընտրությունների հետ։ Իմիջայլուց այսօր տեղեկություն կար, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը 2 ամսով երկարաձգվեց, հետի հետ թե ինչ է տեղի ունում դա էլ գիտեք, սիրելի հայրենակիցներ, լիցենզիայի դադարեցումը, բայց առաջարկում եմ ավելի շատ հիմա կենտրոնանալ Հայաստանի արտգործ նախարարի հանդիպմանը Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով եմ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ, ասեմ ինչու, քանի որ հաղորդագրության մեջ հստակ նշված է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործակցության օրակարգը, դա պարզ է, միշտ էլ քննարկում են, թե ինչ իրավիճակում են հարաբերությունները, ինչ գործակցության օրակարգ ունեն այս պահի դրությամբ, իսկ հիմնական օրակարգը դա վիզաների ազատականացումն է, բայց այստեղ կարևորը այն է, որ քննարկել են Հայաստանի դիմակայունության բարձրացման հարցը։ Ինչ է սա նշանակում, դիմակայունությունը ում դեմ է բարձրացում Հայաստանի դիմակայությունը։ Շատ հետաքրքիր հարց է, չէ՞։ Կարծում եմ, գիտեք, այս հարցի պատասխանը, չգիտեմ, ասելու կարիք կա, չկա, փաղացնը բացելու կարիք կա, չկա, այն հիբրիդային պատերազմների, որոնք որ մղում են ընդդեմ Հայաստանի տարբեր երկրներից։ Կարճ ասած, Եվրամիությունը օգնում է Հայաստանին ամրապնդել դիմակայունությունը այս ուղղությամբ։ Հաջորդը Արադ Միրզոյանը եւ Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հաղորդագրության մեջ է ասվում տրանսպորտային եւ տնտեսական փոխգործակցության շուրջ եւ այդ համատեքստում շեշտվել է գլոբալ դարպասի եւ Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագրի այդ համատեղելիությունը։ Ինչ է գլոբալ դարպաս ծրագիրը։ Սա այն ծրագիրն է, որը որ Եվրամիությունը առաջարկում է մի քանի երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի համար։ Գլոբալ դարպաս ում դեմ։ Կարծում եմ այստեղ էլ ամեն ինչ ասված է միայն այդ խոսքի մեջ։ Եվրամիությունը սկսել է բյուջե հատկացնել, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչի։ Հիշում եք նաև Սև ծովի անվտանգության համակարգի մասին էին խոսում, ես կարծում եմ նույն ծրագիրն է։ Կարծում եմ, համոզված եմ նույն ծրագիրն է այդ գլոբալ դարպաս ծրագիրը եւ հիմա աշխարհի խաղաղության այդ խաչմերուկ ծրագրի քննարկումը եւ դրա համատեղելիությունը։ Այսինքն հայկական խաղաղության խաչմերուկը հյուսիս հարավը
միջին միջանցք ասենք, trip ասենք, մետաքսե ճանապարհ ասենք, նույն բաներն են, այդ ճանապարհների կոմունիկացիաների գործարկումը նաև կարելի է դիտարկել Եվրամիության համար գլոբալ դարպաս անվտանգային ծրագրի շրջանակներում։ Ես այսպես եմ տեսնում այս հաղորդագրությունը, եթե դուք այլ ձևով եք կարդում եւ տեսնում, ասեք։ Եվ հաղորդագրության ավարտին արդեն մտքեր են փոխանակում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրով ստորագրված այդ փաստաթղթին եւ խաղաղության հետագա ամրապնդման ուղղված ջանքերի վերաբերյալ։ Կարծում եմ պարզ է։ Հիմնական քննարկման թեման TRIP-ն է, խաղաղության խաչմերուկը, գլոբալ դարպաս Եվրամիության ծրագիրը, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության ամրապնդումը, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությունը, միանշանակ վիզաների ազատականացման հարցը, իմիջայլոց Մագդալենո Գրոնոն նաև հանդիպել է Նահեր Գրիգորյանի հետ, Հայաստանի փոխվարչապետի, եւ սա իրոք կարևոր այց է։ Արիք չհամեմատենք այցերի կարևորությունը, բայց երեկվա այցը ընդհանրապես ֆենոմենալ էր, խոսքս Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի այցի մասին էր, քաղաքական հարցերով տեղակալի, որը որ կոնկրետ քննարկում էր TRIP-ի գործարկումը եւ ոչ միայն TRIP-ի գործարկումը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև շատ խորը ընդլայնված համագործակցությունը հիմա բոլոր գերատեսչությունների մակարդակով ինստիտուցիոնալ համագործակցություն է ձևավորվում Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, ինչին մենք սպասում էինք շատ երկար տարիներ եւ հույսով եմ շատ արագ կակտիվանա նաեւ TRIP ծրագիրը, այսինքն այն կգրանցվի, արդեն իրավաբանական խնդիրները բոլոր կլուծվեն եւ մենք արդեն հաջորդ տարի ասում են ամռանը, մի փոքր ուշ է ամառը, կարծում եմ հաջորդ տարվա արդեն գարնանից հույսով եմ կսկսվի TRIP ծրագրի շինարարության աշխատանքը, որքան շուտ, այդքան լավ։ Քանի դեռ նախագահ է Դոնալդ Թրամփը եւ քանի դեռ նա շատ խնդիրներ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ մենք գիտենք, որ դեմոկրատները շատ լուրջ աշխատանք են տանում այդ ուղղությամբ եւ կարող է դիրքերը թուլանան Թրամփի, մենք պետք է շտապենք, չնայած որ դեմոկրատների հետ եւս շատ լավ հարաբերություններ ունենք։ Կարևոր է կարծում եմ անդրադառնալ նրան, որ այսօր Հիքմետ Հաջիևը տեսանյութ է հրապարակել, ասում է, որ Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը կառուցվել է, մեծ ծրագիր է, նաև Էրդողանն է հայտարարությունով հանդես եկել, ասելով, որ մեկ ազգ են երկու պետություն, գիտեք այդ նշանաբանը իրենք ունեն, եւ Թուրքիան շարունակելու է ամեն ձևով աջակցել Ադրբեջանին, նա նաև խոսել է, որ Անկարան ամեն ինչ անելու է, որպեսզի ստաբիլ լինի հարավային Կովկասը, նաև տնտեսության տեսանկյունից ստաբիլ լինի։ Խոսել է նաև այդ կործանված ինքնաթիռից, որ համագործակցում են Վրաստանի իշխանությունների հետ, Ադրբեջանի իշխանությունների հետ, հիմնականում սա է։ Հիմա սիրելի հայրենակիցներ, ինչ վերաբերվում միջազգային կարևոր իրադարձություններին, ասեմ, որ երևի արդեն տեղյակ եք, որ երեք հանդիպում էր տեղի ունենում Էմանուել Մակրոնի եւ Զելենսկու միջև պայմանավորություն է ձեռք բերվել մինչև 100 Ռաֆալ ինքնաթիռների ձեռքբերման 10 տարվա ծրագիրը հակաօդային պաշտպանության եւ սա շատ մեծ ծրագիր է կարելի ասել Ուկրաինայի եւ Ֆրանսիայի միջև, որը որ կնքվել է եւ կարող է շատ բան փոխել իրականում հողի վրա։ Պոկրովսկի շուրջ իրավիճակը մնում է շատ բարդ, կան վերլուծաբաններ, որոնք որ պնդում են, թե կարող է Թրամփը ներքին պայմանավորվածություններ ունի, որ Պոկրովսկը գրավելուց հետո ինչ որ պայմանավորվածություններ արդեն ձեռք կբերվեն Ռուսաստանից։ Ես չեմ ուզում խորանալ այս թեմաների մեջ, քննարկումների մեջ, սպեկուլյացիաների մեջ, բայց տեսնում ենք, որ իրոք Պոկրովսկի շուրջ իրավիճակը օրեցօր բարդանում է եւ Թրամփն էլ մեկ-մեկ խոսում է, որ շուտով կարող է պատերազմը ավարտվել, ռուս-ուկրաինական պատերազմը։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Նաեւ մեկ բան կարևոր ասեմ, խոսքը չի վերաբերվում կոնկրետ այս պահին եւ այս իրավիճակին, բայց մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի շուրջ պատերազմը կարող է ավարտվել, հնարավոր է նաեւ ինչ որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում, որը որ պարզ չի լինի, այսինքն շատ շատերին։
միլիոնավոր մարդիկ այդ մասին չեն իմանա ոչ Ուկրաինայում, ոչ Ռուսաստանի Դաշնությունում, ներքին հաշվով ինչ որ պայմանավորություններ կարող է եւ լինեն, եւ այդպես կարող է եւ ավարտին հասցվի պատերազմը, այսինքն ներքին պայմանավորություններ կարող է լինեն, որ Ռուսաստանը ահա օրինակի համար այս քաղաքը պետք է գրավի, իսկ Ուկրաինան ահա այս քաղաքը պետք է գրավի եւ ահա այդպես պետք է ավարտվի պատերազմը։ Ես դա չեմ բացառում, կրկնեմ, չեմ պնդում, որ այս պահին կոնկրետ Պոկրովսկի շուրջ այդ իրավիճակն է, բայց նաեւ չեմ բացառում, որ այդ իրավիճակն է կամ այդպիսի իրավիճակ տեղի չի ունենա ապագայում։ Հիմնականում դա էր ինչ ցանկանում էի Ուկրաինայի մասով ասել։ Ուղղակի նաև մեկ կարևոր նյուանս այս ամենին կարող եմ ավելացնել, լավ հիշեցի, որ հիմա Ստիվ Վիտկոֆը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը, Թրամփի բանագնացը, մեկնում է Թուրքիա, որպեսզի հանդիպի Զելենսկիի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը եւ այդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին։ Ինչպես նաեւ քննարկվելու է ակտիվ բանակցությունների վերահսկումը Ռուսաստանի Դաշնության հետ։ Նաեւ գերիների մասին, փոխանակման մասին կարող է խոսք լինել այդտեղ։ Հիմնականում սա էր, սիրելի հայրենակիցներ, Ուկրաինայի մասով։ Գիտեք երևի արդեն, որ երեք Ռուսաստանը հարված էր հասցրել թուրքական նավին, որը որ կապված էր Ուկրաինայի հետ, որը որ տեղափոխում էր 4000 տոն գազ դեպի Ուկրաինա։ Սրանք են հիմնականում, սիրելի հայրենակիցներ, միջազգային կարևոր իրադարձությունները, բայց ամենակարևորին կանդրադառնամ մի փոքր ուշ, ասեմ նաև այն, որ Վենեսուելայի շուրջ իրավիճակը մնում է լարված, բայց Մոդուրոն արդեն փորձում է խորամանկության դիմել եւ առաջարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Դոնալդ Թրամփին պայմանավորվել, պայմանավորվածությունների գալ, հասկանում է, որ կարող է շատ վատ ավարտ ունենա իր համար այս խաղը, դրա համար արդեն Մոդուրոն փորձում է պայմանավորվել։ Հասկացավ, որ Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը չեն կարող իրականում օգնել իրեն, եթե Թրամփը որոշում կայացնի օրինակի համար սկսել հարվածել Վենեսուելային եւ իշխանությունից հեռացնել կամ ընդհանրապես ոչնչացնել Մոդուրոին։ Եվ հիմա ամենակարևոր միջազգային հարցը ըստ ինձ հիմա Լեհաստանի շուրջ տեղի ունեցողն է։ Երևի նաեւ այս մասին եք տեղյակ, որ մի քանի օր է դիվերսիոն ակտեր են գրանցվում Լեհաստանի երկաթ գծերի վրա, որոնք որ դեպի Ուկրաինա են գնում, այդտեղով նաև Լեհաստանը զենք էր տեղափոխում, պայթեցվել էր երկաթ գիծը, հիմա պարզվեց, որ Ուկրաինայի քաղաքացի է պայթեցնողը, որը որ կապ ուներ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դա բավականին լուրջ եւ մեծ դիվերսիոն գործողություն է։ Լեհաստանի վարչապետն է մի քանի հայտարարություններով հանդես եկել եւ ամենակարևորը գլխավոր շտաբի պետն է շատ կարևոր հայտարարությամբ հանդես եկել եւ ասել է, որ Լեհաստանը պետք է պատրաստվի պատերազմի, պետք է պատրաստվի հարձակման, այսինքն հարձակումը իրական է Լեհաստանի նկատմամբ ու ինքը պնդում է, որ հակառակորդը սկսել է հստակ պատրաստվել հարձակման համար Լեհաստանի վրա ու նա հակառակորդը, այսինքն ստեղծում է հատուկ այնպիսի մի իրավիճակ Լեհաստանում, որպեսզի հասարակությունը սկսի չհավատալ իշխանություններին, բանակին, ոստիկանությանը, այլ պետական համակարգերին, որպեսզի հետո շատ բարենպաստ պայմաններ ստեղծվեն հարձակվելու Լեհաստանի վրա։ Այսինքն Լեհաստանի գլխավոր շտաբի պետը հստակ ասում է, որ հարձակում է պատրաստվում Լեհաստանի վրա։ Այսպիսի լուրջ հայտարարություն է արվում։ Եվ հիբրիդային պատերազմը իրոք սկսվել է, սիրելի հայրենակիցներ, Եվրոպայում, գիտեք, անօդաչու թռչող սարքերի հարձակումները տարբեր երկրների վրա, նույնիսկ այդ անօդաչու թռչող սարքերը հաճախ հայտնվում են ատոմային օբյեկտների վրա, ինքնաթիռների աշխատանքն են խափանում, տարբեր օդանավակայանների, այսինքն մեծ եւ լուրջ խնդիրներ են ստեղծում։ Կան տեղեկություններ, որ հիմա ՆԱՏՕ-ն բավականին կարևոր շարժեր է իրականացնում եվրոպական տարբեր երկրներում, նաև հատկապես Գերմանիայում մեծ ինքնաթիռներ են նկատվել ՆԱՏՕ-ի
ատոմային ռումբ կրող ինքնաթիռներ եւ Ռուսաստանն էլ այդ ամենը տեսնելով ակտիվացնում է իր ծովային ուժերը, որոնք որ հաճախ նաեւ խախտում են ՆԱՏՕ-ի ջրային տարածքները, ՆԱՏՕ-ի երկրների ջրային տարածքները։ Այսինքն իրավիճակը բավականին բարդ է եւ բավականին լարված եւ հիբրիդային պատերազմը, սողացող հիբրիդային պատերազմը արդեն իսկ ընթանում է։ Հիբրիդային պատերազմ ասելով միայն տեղեկատվական պատերազմի նկատի չունենք։ Հիբրիդային պատերազմի մաս է նաև անօթաչու թռչող սարքերի օգտագործումը տարբեր երկրների վրա, ինքնաթիռների, նավերի մուտքը տարբեր երկրների ջրային տարածքներ, երկաթգծերի պայթեցումը, այսինքն դիվերսիոն տարբեր գործողությունները։ Ահա այս ձևի պատերազմ հիմնականում նկատի ունեն եվրոպական տարբեր առաջնորդները, նաև զինվորականներ, երբ որ խոսում են պատերազմի մասին, բայց մենք հասկանում ենք, որ այդ պատերազմը կարող է կամաց ավելի խորանալով վերաճի ավելի գլոբալ եւ լուրջ պատերազմի եւ դիմակայության։ Այս պայդրությամբ այսքանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։